Երևանի ծննդյան օրը մայրաքաղաքի երկնքում բարձրացված շուրջ 20 օդապարիկներով մեկնարկվեց «Բացահայտիր Հայաստանը» երկնքից միջազգային փառատոնը։ Փառատոնին մասնակցում էին մինչև 20 օդապարիկներ Հայաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից և այլ երկրներից։ Փառատոնը բաղկացած էր երկու փուլերից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլն իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնու, Ապարանի օդային տարածքում։ Հայաստանում օդապարիկների փառատոնը «Բացահայտենք Հայաստանը» երկնքից դարձել է ամենատպավորիչ տուրիստական իրադարձություններից մեկը։ Ահա մի քանի հետաքրքիր փաստեր այս փառատոնի և օդապարիկների վերաբերյալ։ «Բացահայտիր Հայաստանը» երկնքից օդագնացության փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2017 թվականին։ Փառատոնը հիմնականում անցկացվում է աշնանը, սովորաբար հոկտեմբերին, երբ եղանակային պայմանները առավել նպաստավոր են օդագնացության համար։ Օդապարիկները կարող են բարձրանալ մինչև 1000 մետր բարձրություն՝ ապահովելով Հայաստանի բնության և տեսարժան վայրերի հիասքանչ տեսարաններ։ Ծրագիրը սովորաբար տևում է 4-ից 5 ժամ, իսկ թռիչքներն իրականացվում են արևածագից 1-2 ժամ հետո, երբ օդը առավել կայուն է։ Չնայած փառատոնը հիմնականում աշնանն է, օդապարիկով թռիչքներ թույլատրվում է կատարել ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը։ Այս փառատոնը ոչ միայն զվարճանք է, այլև կարևոր նշանակություն ունի Հայաստանում տուրիզմի զարգացման և խաղաղության օրակարգի համար։ Հետաքրքիր փաստեր օդապարիկների մասին։ Օդապարիկների վերաբերյալ հետաքրքիր փաստերը ներառում են դրանց պատմությունը, գործողության սկզբունքը և ժամանակակից օգտագործումը։ Առաջին թռիչքը։ Օդապարիկները հայտնագործել են ֆրանսիացի եղբայրներ Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆեները։ Առաջին ցուցադրական թռիչքը տեղի է ունեցել 1783 թվականի հունիսի 5-ին։ Առաջին ուղևորները։ Մարդուց առաջ օդապարիկով թռել են ոչխար, բադ և աքաղաղ, որպեսզի ստուգեն բարձրության ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա։ Գործողության սկզբունքը։ Օդապարիկը թռչում է, քանի որ դրա մեջ գտնվող տաք օդը ավելի թեթև է, քան շրջապատի սառը օդը։ Օդապարիկը համարվում է օդ բարձրանալու առաջին հաջողված միջոցը, որը նախորդել է ինքնաթիռներին։ Բարձրության ռեկորդ։ 1988 թվականին Պերլի Ստրանդը սահմանեց օդապարիկների բարձրության ռեկորդ՝ ԱՄՆ-ի և Տեխաս նահանգում հասնելով 19811 մետր բարձրության։ 1995 թվականին Սթիվ Ֆոսեթը սահմանեց թռիչքի հեռավորության նոր ռեկորդ՝ հելիումով լցված օդապարիկով հաղթահարեց 8748 կիլոմետր՝ Կորեայից Կանադա թռչելով Խաղաղ օվկիանոսի վրայով։ Իսկ առանց ուղևորի օդապարիկը հասել է մինչև 37000 մետր բարձրության։